Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցել ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Տիկին Ավանեսյան, շնորհակալ եմ մեր հրավեր ընդունելու համար, հարցազրույցի անելու համար։ Տիկին Ավանեսյան, բնականաբար այսօր մեր հիմնական թեման պետք է լինի առողջապահական համընդհանուր ապահովագրման հետ կապված այս փոքր անորոշությունները։ Նախ կառավարությունը 2023 թվականին դեռ հայեցակարգը ընդունել հաստատել էր, հետո ամբողջական ներդրումը երկու անգամ, եթե ճիշտ եմ հիշում, հետաձգվեց։ Եվ այսպես երկար, բարդ փուլ անցնելուց հետո թվում էր, թե պետք է ավելի հեշտ լինի հանրության համար, պետք է քաղաքացիները ավելի քիչ խնդիրների բախվեն, իհարկե մեծ թվով քաղաքացիներ օգտվում են իրենց առողջության հետ կապված լուրջ խնդիրներին լուծում տրվում է, բայց ամեն դեպքում, երբ որ գալիս է այն պահ, ասում է, երբ որ քաղաքացին գնում է բուժ հաստատություն, պետք է արդեն հասկանա, թե ինչպես է օգտվում։ Ծրագրից մի շարք խնդիրներ են իր համար առաջանում, սկսած այդ հերթերից, Արմեդ համակարգի հետ կապված այդպես տեխնիկական խնդիրներ են առաջանում եւ թղթաբանության հետ կապված օրինակ շատ դժգոհություններ կան, որ երկար է այդ process-ը տևում, ինչը խանգարում է թե բժիշկների համար, թե քաղաքացիների համար, այս խնդիրների լուծումը եւ համակարգի արդեն ամբողջական, այսպես ասած այդ խնդիրների լուծումը Տիկին Ավանեսյան ինչ ժամանակում եք պատկերացնում արդեն։ Նախ ես կարծում եմ, որ համակարգը ներդրվելուց ի վեր մենք բավական սահուն ընթացքով ենք անցել եւ ես թույլ տվեք, բայց չկիսեմ գնահատականը տրված, այլ հակառակը ասեմ, որ մի բարեփոխում, որը վերաբերում է 1.600.000 հոգու, մի բարեփոխում, որտեղ ընդգրկված են պետական մի շարք գերատեսչություններ, որոնց համատեղ աշխատանքի արդյունքում է ըստ էության հնարավոր լինում թե գումարների հավաքագրումը իրականացնել, թե նաև ծառայությունների տրամադրումը իրականացնել, մի բարեփոխում, որի շրջանակներում տասնյակ հազարավոր բուժաշխատողներ ըստ էության ամբողջական նոր մոտեցումներով են բժշկական ծառայությունների մատուցմամբ զբաղվելու, այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով ես կարծում եմ, որ մենք իսկապես շատ սահուն մեկնարկ ենք ունեցել։ Ինչ վերաբերում է առողջության ապահովագրության ընթացիկ զարգացմանը եւ երբ ավելի հասանելի կլինի, ավելի հեշտ հասանելի կլինի քաղաքացիներին։ Տեսեք, ընդհանրապես բժշկին հասանելիությունը մենք պետք է ճիշտ գնահատենք եւ երբ որ ասում ենք թղթաբանություն, մենք պետք է հասկանանք, որ բժշկի մասնագիտական գործունեությամբ զբաղվելու շրջանակներում պետք է հավաքվեն տեղեկատվություն անձի առողջության մասին, արվեն ձևակերպումներ եւ այդ ամեն ինչը պետք է թղթային տեսք ձեռք բերի։ Թղթային ես այսպես ասում եմ ընդհանուր առմամբ, բայց դա պետք է լինի թվային միջավայրում, այո, եւ մենք պիտի հասկանանք, որ բժշկի այցելությունը, բժշկական պատմությունը, մեր առողջության մասին ամբողջ վարչարարությունը նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ մենք ունենանք ճիշտ բուժում։ Եվ չի կարող այս գործընթացները այլ ձևով կազմակերպվել։ Մենք չենք կարող տանը ուրեմն նստած ինքներս հասկանանք, թե օրինակ գլխացավի համար մեզ ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել, որ նախ ախտորոշում ստանանք, երկրորդը բուժում ստանանք, եւ այստեղ այո մի քանի օղակներ պիտի մենք անցնենք եւ սա է գրագետ բուժօգնության ստացման ճանապարհը։ Հաջորդիվ, բայց մենք այստեղ ուզում եմ հաշվի առնենք, որ մարդկանց կարծիքը, դիտողությունները, առաջարկները եւ ավելի ծառայությունները մարդակենտրոն դարձնելու ուղղված քայլերը շարունակական են լինելու։ Դա վերաբերում է հենց նույն Արմեդ համակարգում լրացուցիչ գործիքների ներդրմանը, ավելի պարզ ճանապարհային ձևաչափ ունենալու թվային միջավայրում։ Ինչ լրացուցիչ գործիքներ, ինչ փոփոխություններ են լինելու։ Առաջիկայում մենք կունենանք, օրինակ, բժշկական գաղտնիքի շրջանակներում ամեն հաջորդ բժշկին դիմելու պարագայում, ինչպես է բուժաշխատողը ծանոթանալու անձի նախորդի առողջապահական պատմությանը։ Մարդուն հասանելի է իր ողջ ուղին
առողջապահական, բայց բժշկական կենտրոնները եւս պիտի հասանելիություն ունենան եւ այստեղ այս թվային գործիքները ինչպես է համաձայնությունը ստացվելու եւ այլն։ Սա մի շատ կարեւոր քայլ է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք արդեն կունենանք ներդրված։ Հաջորդիվ հեռաբժշկությունն է եւ սա էլ շատ կարեւոր մի գործիք է, որը օգնում է մարդկանց գուցե չգնալ հասնել պոլիկլինիկա, բայց ունենալ հասանելիություն բժշկին, ստանալ ճիշտ խորհրդատվություն եւ նաեւ ուղեգրում։ Սա էլ առաջիկա ժամանակներում մենք եւս կգործարկենք։ Եվ այս ճանապարհը իհարկե անվերջ է, բայց ամենակարևորը այսօր ծառայություններ, որոնք որ կյանք են փրկում, ծառայություններ, որոնց ուրեմն անհրաժեշտությունը չափազանց մեծ է եղել, տարիներով այսօր մարդկանց հասանելի է։ Ես նաև իմ այցելությունների ժամանակ փորձում եմ հետաքրքրվել հենց այդ ճանապարհը, ինչպես է մարդը հասել օրինակ վիրահատության, եւ ես ձեզ ասեմ, որ ըստ էության մարդիկ նշում են, որ այո, գնացել են պոլիկլինիկա, այո, հերթով բժիշկների խորհրդատվություն են անցել, բայց առանձնակի ինչ որ բաներ չեն բարձրացնում հարցեր։ Տիկին Ավանեսյան, այս համակարգի հիմնական ծանրությունը առողջապահական առաջնային օղակի վրա է, ընկնում, այսինքն պոլիկլինիկաներ, ամբուլատորաներ։ Սրա հետ կապված են շատ հաճախ խնդիրներ առաջանում, ու արդյոք հայաստանյան այդ համակարգը պոլիկլինիկաները թե իրենց ծանրաբեռնվածության, թե տեխնիկական հագեցվածության, թե այդ իրենց տեղերի հետ կապված մատչականների պատրաստ են այս ծավալի համակարգի ներդրմանը, թե ոչ, այսօր ինչ խնդիրներ են հիմնականում առաջանում այսօր։ Իհարկե նույն դիմելիության աճը միանշանակ մենք պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում նկատում ենք, եւ սա էլ պիտի իր հերթին բերի աշխատանքների կազմակերպման մոտեցումների փոփոխության, հերթերի կառավարման ավելի լավ մոտեցումների, ինչը մենք տեսնում ենք, չենք կարող անգամ 2 շաբաթ առաջ եւ այսօր այս մեխանիզմները շատ ավելի հստակ ու սահուն են աշխատում։ Մենք այստեղ մասնագիտական նաև կարիք ունենք, շատ մեծ ներուժի կարիք ունենք եւ քանի որ տարիներով ֆինանսավորումը ուղղված է եղել հիվանդանոցային օղակ, մասնագետների հոսքն էլ եղել է հիմնականում հիվանդանոց, բայց այս առումով եթե մենք մոտեցումը շարունակեինք, կգա մի պահ, որ մեր պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաները իրենց դերը կորցնելով դուրս կգան համակարգից եւ մեր բուժօգնությունը կլինի շատ ավելի ծախսատար, կլինի շատ ավելի ոչ արդյունավետ։ Մեր այս բարեփոխման նպատակներից է նաև ֆինանսական միջոցների ուղղումը դեպի առաջնային օղակ տանելով նպաստել, որ այս օղակը համընթաց զարգանա հիվանդանոցային ծառայություններին։ Եվ մենք տեսնում ենք, որ ընդհանրապես գիտեք, մեկ տարվա մեջ արդեն մի քանի պոլիկլինիկաներ են վերազինվել եւ հագեցվել Մարզային 29 ամբուլատորիաների կառուցման աշխատանքները ընթանում են, դրանք հաջորդ 26 թվականի ընթացքում հերթով պիտի շահագործման հանձնվել եւ պիտի հաջորդ արդեն 31 ամբուլատորիաների աշխատանքները սկսեն։ Սա է ճանապարհը։ Մի կողմից ուղղել ծառայությունների գնման մասով ֆինանսական միջոցները առաջնային օղակ եւ նպաստել, որ այդ ֆինանսական միջոցները ներդրվեն հենց ծառայությունների զարգացմանը։ Տիկին Ավանեսյան, առաջնային փուլում, ծառայությունների փաթեթը ներգրաված են մինչև 18 տարեկան անձին 65-ից բարձր, ինչպես նաև աշխատավարձի հետ կապված 200-ից ավել մինչև 500,000 դրամի հաստով։ Բայց այսպեսի մի խնդիր, տրամաբանությունը հուշում է, որ ավելի քիչ աշխատավարձ ստացող անձինք, այսինքն սոցիալական ավելի, քիչ, այսպես ասած, ապահոված անձինք ավելի շատ կարիք ունեն այս փաթեթի։ Այս առումով ինչպես է այդ հաշվարկը կատարվել, որ այդ բարձր աշխատավարձի ստացող անձինք են առաջնային փուլում օգտվելու այս փաթեթից։ Հարցին այսպես մոտենանք, մենք այո, գիտակցում ենք, որ ունենք բնակչության խմբեր, ովքեր իսկապես ֆինանսական հասանելիության մեծ խնդիր են ունեցել եւ այդ խմբի ամենամեծ հատվածը 65+ անձինք են։ Հաջորդը ուզում եմ նշել, որ սոցիալական անապահովության համակարգում ներառված անձինք եւս պետության կողմից ապահովագրվում են։
հաշմանդամություն ունեցող անձինք եւս պետության կողմից ապահովագրվում են այս 18-ից 65 տարեկանի միջակայքում։ Եվ այսպես երբ որ դիտարկում ենք, մենք հասկանում ենք, որ 200,000-ից պակաս աշխատավարձ ստացողների զինապահին ուղղող գումարների հատվածով խնայողությունները այդքան չէին, որ մենք կարողանայինք նրանց վրա այսպես շատ ավելի մեծ ֆինանսական բեռ չդնել։ Եվ դրա համար ենք ընտրել, որ 200,000 դրամից ավել աշխատավարձ ստացողները առաջին փուլով մեկնարկային մտնեն համակարգ։ Բայց այստեղ մի հանգամանք էլ կա։ Ուսումնասիրությունները կառավարության ցույց են տալիս, որ շատ մեծ հատված մեր հենց ստվերային ուրեմն աշխատավարձների հենց այստեղ է, մինչև 200,000 դրամի շրջանակներում աշխատավարձերի մեջ է, եւ մենք այս փոփոխությունը արդեն նկատում ենք, որ աշխատողները պահանջում են գործատուներից, որ իրենց աշխատավարձը ուրեմն ձևակերպեն հենց այն, ինչ իրականում կա, ինչը նրանց շատ մեծ լրացուցիչ երաշխիքներ է տալիս։ Եվ ինձ էլ երբ որ շատ գրառումներ, նամակագրություններ լինում է, մենք տեսնում ենք, որ այս բարեփոխման արդյունքում նաև քաղաքացիները շատ հետամուտ են իրենց իրավունքների պաշտպանությանը։ Տիկին Ավանեսյանը, Հայաստանում այդպես գաղտնիք չէ, որ ամենաթանկ բուժում պահանջող այսպես հիվանդությունը քաղցկեղի հետ կապված է, որը ցավոք սրտի, Հայաստանում այսօր շատ տարածված է, այլ ապահովագրություն արդյոք ամբողջությամբ այդ փակում է քաղցկեղի բուժումը։ Նախ ասեմ, որ ապահովագրությունը, առողջության համընդհանուր ապահովագրությունը ծածկում է բոլորին երրորդ տարում, այսինքն նպատակն է, որ ներառի բոլորին, բայց ոչ ամեն ինչ։ Եվ որևէ ապահովագրական համակարգ, մանավանդ երբ որ նոր է ներդրվում, չի կարող ներառել բոլոր ծառայությունները, այլ մենք ընտրել ենք այն հիմնական հիվանդացության բեռ հանդիսացող ծառայությունները, որոնք որ առաջնակի անհրաժեշտություն է եղել ներառել։ Իսկ այդ ցանկը այդպես մնալու է, թե ինչ որ փոփոխությունների հնարավոր է։ Ես վստահ եմ առաջիկա տարիներին միանշանակ այն փոփոխման ենթակա է, զարգանում են թե տեխնոլոգիաները, թե ծառայությունների շրջանակը։ Քաղցկեղը, այո, այսօր աշխարհում, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ուրեմն բավական հիվանդացության եւ մահացության մեծ բեռ է իրենից ներկայացնում, սա կապված է նաեւ մարդու կյանքի միջին տևողության մեծացման եւ մենք պիտի սրան մեր առաջիկա պլաններում էլ շատ ուշադրություն դարձնենք, որովհետեւ այն աճման միտում ունի, ինչպես նորից կրկնում եմ Հայաստանում եւ այնպես էլ ամբողջ աշխարհում։ Քաղցկեղի բուժման շրջանակներում վիրահատական բավական մեծ հատված ներառված է փաթեթում։ Իսկ ճառագայթը դեղերի հետազոտությունների եւ ճառագայթային բուժման այս թանկարժեք հատվածը եւս սեանսների տարեկան սահմանափակումով ներառված է։ Մենք առաջին անգամ ներառել ենք նաև պետսկանավորման հնարավորությունը համավճարի սկզբունքով։ Եվ սա իսկապես շատ մեծ շրջանակ է, որը Հայաստանում ախտորոշման, բուժման եւ նաև նորագույն տեխնոլոգիաների առումով ներառում է։ Քիմիոթերապևտիկ դեղերի առումով էլ ասեմ, մինչև 1,200,000 դրամի շրջանակներում է փոխհատուցման արժեքը։ Այդ բոլորի դեպքում, այսինքն բոլոր ներառվածների դեպքում է, ովքեր որ օգտվում են ապահովագրության շրջանակում, այո։ Տիկին Ավանեսյան, մյուս հարցս վերաբերվում էր ընդհանուր արժեքին, տարեկան փաթեթը կազմում է 129,600 դրամ։ Նախ ուզում եմ իմանալ այս հաշվարկը ոնց է, ինչի հիման վրա է կատարվել ու մի այսպիսի խնդիր, թե Երևանում ապրող օրինակ քաղաքացին, թե մարզում, նույն չափի գումարը մուծում են, բայց այստեղ մի սոցիալական այսպես անհավասարության խնդիր կա, որը նորություն չէ, որ մարզերում եւ Երևանում նույնը չէ, հիվանդանոցների, պոլիկլինիկաների հագեցվածությունը տեխնիկական, այսինքն ոչ հավասարապես է որակյալ ծառայություն են ստանում այս դեպքում, նույն արժեքը վճարում են, բայց թե մարզում, թե Երևանում ապրող քաղաքացին նույն որակի ծառայություն չի ստանում, այստեղ խնդիր չեք տեսնում։ Բացարձակ, որովհետև նախ նշեմ, որ եւ Երևանի եւ մարզի բնակիչը ազատ է ընտրել, որ բժշկական կենտրոնում է ուզում ստանալ իր ծառայությունները։ Եվ մենք պիտի հասկանանք, որ
ինչքան էլ չափ զարգացումը շարունակվի մարզերի, լինելու են ծառայություններ, որոնք որ հոսքի պատճառով հնարավոր է լինելու մատուցել միայն Երևանում։ Եվ այս հանգամանքը հաշվի առնելով էլ, այո, Երևանի բժշկական ծառայությունների ծավալը եւ տեխնիկական հագեցվածությունը ինչ որ առումով լինելու է մշտապես ավելի առաջընթաց զարգացող։ Բայց ես թույլ տվեք այսպես շատ կոնկրետ ձևով նշեմ, որ մեր մարզային բժշկական կենտրոնների տեմպը զարգացման իսկապես շատ մեծ է եւ այն ծառայությունները, որոնք առկա են մարզում, դրանք մատուցվում են բավարար ուրեմն որակի ստանդարտներով։ Նույն որակի ինչ օրինակ էստեղ մայրաքաղաքային։ Ես չեմ առանձնացնի Երևանի մարզերի, ես կասեմ, որ մեր երկրում կան բարձրակարգ բժշկական կենտրոններ, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, ունենք խնդրահարույց ուրեմն բավարար լիցենզիոն պայմաններին, բայց իհարկե լավացման կարիք ունեցող բժշկական կենտրոններ, ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։ Ես այսպես երբեք չէի տարանջատում դնի մարզեր եւ Երևան։ Մենք պիտի դիտարկենք կոնկրետ բժշկական կենտրոնի շրջանակներում եւ մեր այսպես գնահատականները այս տեսանկյունից դիտարկենք։ Իսկ այս գնային արժեքի հետ կապված փոփոխություններ սպասվում են ավելի կթանկանա քաղաքացիների համար ապահովագրությունը։ Նախ ասեմ, որ օրենքով սահմանվել է, որ ամեն տարի առողջապահության նախարարը լիազոր մարմինը ներկայացնելու է ազգային ժողովում նախորդ տարվա արդյունքները, ապահովագրության շրջանակներում սպասարկված դեպքերի վիճակագրությունը, արդյունքները առողջապահական եւ առաջարկելու է հաջորդ տարվա համար փոփոխությունների փաթեթ։ Եվ սա ամեն տարվա ձևաչափով է։ Այստեղ կարևոր է, որ նաև ազգային ժողովի վերահսկողական դերակատարումն է շատ մեծանում ոլորտում եւ այո, իհարկե կարող են փոխվել ծառայությունների շրջանակը, դրանք ընդլայնվել, ելնելով նաև գնաճից, այլ հանգամանքներից, դիմելիության աճից, ապահովագրական վճարը ենթակա է վերանայման, բայց այն միշտ սահմանվում է օրենքով։ Բայց այս բանի ինչ-որ քննարկում կա կոնկրետ չափի հետ կապված, թե դեռ ոչ։ Դեռ նորենք մեկնարկել է։ Եվ այս համակարգի հետ կապված վերջին հարցս, Տիկին Ավանեսյան, դուք վերջերս կառավարության նիստին մի թիվ եք հրապարակել, որ ապահովագրության շրջանակում առողջապահական հիմնարկներ է այցելել 87,048 քաղաքացի։ Հետո նախարարությունից պարզաբանել են, որ վրիպակ է եղել, հա, ոչ ճշգրիտ թիվ է։ Նախ սա ինչպես ստացվեց, որ անճշգրտություն է եղել, ոչ ճշգրիտ թիվ է հրապարակել, ու եթե հիմա տվյալներ ունեք, մինչ օրս քանի քաղաքացիների դիմել է։ Ուրեմն ես կառավարության նիստին հրապարակել եմ 87, հա, ասացիք։ Այո, 87,48։ Այո։ Եվ հետո ներկայացրել եմ առանձին հիվանդանոցային այցերի թիվը 77,000-ի փոխարեն ասել եմ 7,000։ Դե մեր ապահովագրական այս բարեփոխման գլխավոր վրիպակն էլ թող դա լինի, որ շփոթել եմ 77-ի փոխարեն ասել եմ 7,000։ Հիմա տվյալներ ունեք։ Այսօրվա դրությամբ արդեն 430,000-ից ավել ունենք գրանցված այցեր ապահովագրական։ Տիկին Ավանեսյան, քանի որ նաև դուք կուսակցական եք, հա, այսպես ակտիվ մասնակցում եք նիստերին, մի փոքր մի քանի հարցեր սրա հետ կապված։ Նախ ուզում եմ իմանալ, հնարավոր է հայտարարել եք, ես չեմ, այսպես, հա, ընտրությունների հետ կապված տեխնատություն դուք ներկայացրել եք, հաստատել են, թե ոչ, քանի որ շատերի տեխնատությունը մերժվում է։ Չի ասի շատերի, բայց այո, եղել են մերժման դեպքեր։ Ես ինքս հայտ եմ ներկայացրել եւ հիմա ցուցակում ներառված եմ։ Իսկ ինչ սպասումներ ունեք, ինչ տեղեր եք ակնկալում ընտրացուցակում ԿՊ-ի։ Դե կարծում եմ, որ ելնելով այս տարիների գործունեությունից վստահ եմ, որ թիմակիցների աչքի առջև է եղել իմ ամբողջ գործունեությունը, մեր թիմի գործունեությունը, իմ ներգրավվածության ընտրությունների ժամանակ կարծես չգնահատեցին դա։
Ես այդպես չէի ասի, գնահատեցի, ես կարծում եմ առաջին անգամ մասնակցելով վարչության ընտրություններին 404 ձայնը բավական լավ ցուցանիշ է եւ հաջորդիվել ինչպես կգնահատեն, ինչպես կընտրեն, ես կարծում եմ ամենակարևորը այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական սկզբունքներին հետևում է ոչ միայն համապետական կոնտեքստում, այլ հենց ներկուսակցական շրջանակում եւ ես շատ մեծ հպարտությամբ մասնակցել եմ նախորդ վարչության ընտրություններին, արդյունքները ընդունել եմ եւ ողջունել եմ, շնորհավորել եմ մեր թիմակիցներին, ովքեր որ հաղթել են, այս ընտրություններին նույն սկզբունքով եմ առաջնորդվելու։ Տիկին նախարար, ձեր հետ կապված հիմնական օրինակ, երբ որ այսպես հետևում էի, հա, արձագանքներին, օրինակ հանրությունը ասում է, որ առողջապահական ոլորտում այսքան խնդիրներ կա, բայց նախարարը գրեթե Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում է, իր հետևից այսպես գնում է կուսակցական բոլոր նիստերին մասնակցում է, անգամ պար է բեմադրում, այդքան ազատ ժամանակ ունեք այսքան խնդիրների մեջ առողջապահության։ Ես այդ եզրահանգումների եկողներին մաղթում եմ իմ չափ ազատ ժամանակ, բայց եթե մաղթանքս կատարվի, առաջարկում եմ շատ չդժգոհել։ Ես ունեմ ինչպես բոլորը աշխատանքային մեր շատ մեծ ծանրաբեռնվածություն եւ այո ժամանակ եմ գտնում եւ բացի կուսակցական գործունեությունից նաեւ անձնական կյանքի ես մայր եմ, կին եմ, հասարակության անդամ եմ եւ նաեւ ուզում եմ որ գիտեք այս առումով էլ հանրությունը շատ պարզ լավ ընկալում ունի ես չեմ հասկանում թե ինչու՞ն է խնդիրը ասեմ ձեզ, այս ընթացքում ճիշտ ասած ես չէի ակնկալում, բայց հազարավոր, կրկնում եմ, հազարավոր հաղորդագրություններ եմ ստանում, քաջալերանքի, հիացմունքի եւ այլն, եւ ուզում եմ ասել, որ հարգելի հատկապես մեծ արձագանք գտավ, հա, գաղտնիք չեմ ասի, ձեր պարը, շատերը ասում են նաեւ Նիկոլ Փաշինյանի պարտադրանքով է դա եղել, չգիտեմ ինչ կասեք այս մասին։ Հարգելիներս, 2018 թվականից Հայաստանի Հանրապետությունում ազատ միջավայրը, ինչպես ներթիմային, այնպես էլ ներպետական, զավեշտալի եւ ծիծաղալի է եւ ես ներկայացրել էի հաջորդիվել սպասեք էլ ուրիշ նաեւ անակնկալների գուցե փակագծեր բացենք հիմա չեմ կարող բայց փորձելու եմ միշտ այսպես մշակութային արվեստի ոլորտում արդեն ոչ միայն ինչու փորձեմ այլ ոլորտներում էլ Ձեզ շնորհակալ եմ Տիկին Ավանեսյան զրույցի համար Հարգելի աստատիտողներ, ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ձեզ հետ Քրիստինա Մուշեղյանն է, շնորհակալ եմ հետևելու համար